Եվրոպայի գլխավոր խոչընդոտը այս գործընթացներում ավելի ակտիվ դերակատարություն ունենալու տեսակետից Հունգարիան էր, որը որ ամեն անգամ վետո էր դնում, երբ որ հարցը վերաբերում էր ինչ-որ ճնշումներին Ադրբեջանի վերաբերյալ, Հայաստանին հավելյալ զինելու մասին եւ այլն եւ այլն։ Վերջինը վերաբերում էր խաղաղության գործիքի շրջանակներում Հայաստանի 10 միլիոնի տրամադրմանը, երբ որ Հունգարիան հասավ նրան, որ չնայած Ադրբեջանը չէր դիմել խաղաղության գործիքին, որ իրան էլ տային, ասենք զուգահեռաբար, չէ, ինչը պահանջում էր Հունգարիան, բայց հասան նրան, որ այլ խողովակներով Ադրբեջանին համարժեք գումար տրամադրվեց ականազերծման հարցում։ Հիմա Եվրոպայում այսօր թե 3 բառացիորեն տեղի ունեցավ շատ կարևոր փոփոխություն գործիքակազմում եւ ընթացակարգերում, երբ որ կոնսենսուսը որոշ որոշումների դեպքում անհրաժեշտ չէ։ Եվ կարող են 26 երկրով առանց Հունգարիայի արդեն որոշումներ կայացնել։ Ամենայն հավանականությամբ դա ավելի շատ վերաբերում է Ուկրաինային, բայց եթե այդ ընթացակարգը արդեն սկսի գործադրվել, դա կարող է նաեւ վերաբերել եւ մեր տարածաշրջանին եւ այլ տարբեր հարցերին, որը շատ դրական է, այսինքն կոնսենսուս -1 տարբերակը վաղուց էր քննարկվում, որ դրան է պետք գալ, որ ոչ մի երկիր չկարողանա միանձնյա ինչ որ պոզերը տնկի հակաեվրոպական գործունեություն ծավալի Եվրոպայի ներսում նստած։ Այդ մեկ, հա, երկրորդը Եվրոպան դա նաև առանձին երկրներն են եվրոպական, որոնք որ հիմա հակված են Հայաստանի հետ ավելի սերտ այդ թվում ռազմաքաղաքական համագործակցության։ Պետք է այս պահը օգտագործել հնարավորինս արագ ռազմավարական եւ ռազմաքաղաքական պայմանավորվածություններ, պայմանագրեր, համաձայնագրեր կնքել։ Մենք Միացյալ Նահանգների հետ կնքեցինք ռազմավարական գործընկերության։ Նիդերլանդների հետ կնքեցինք, որը կարծես առաջի երկիրն է եվրոպական, որի հետ նման բան կնքեցինք, չնայած պետք է Ֆրանսիան գուցե լիներ։ Ֆրանսիայի հետ մինչև հիմա չունենք։ Պետք է օր առաջ այդ հարցերը լուծվի եվրոպական առանցքային երկրների հետ ռազմավարական գործընկերության պայմանագրեր կնքվի։ Ադրբեջանը տասնյակից ավել եվրոպական երկրների հետ այդպիսի պայմանագրեր ունի, կնքված գիտեք։ Եվ դա նաև ինչ որ իմաստով մի կողմից լավ է, մեզ ոչ թե պետք է մենք կնքենք Ադրբեջանը չկնքի, մեզ էլ է ձեռ տալու, Ադրբեջանն էլ ունենա, որ այդ ցանցավորումը Ադրբեջանի Եվրոպայի հետ այնքան սերտ լինի, փոխազդեցությունները այնքան սերտ լինեն, որ նաև դա փոխադարձ է ճնշման լծակները առաջանում, չէ՞, դա միայն Ադրբեջանին չի պաշտպանում ինչ որ բաներից, այլ նաև իրեն կաշկանդում է, ստիպում է որոշակի գործիքակազմ չկիրառել կամ որոշակի գործելավոճ դրսևորել, ворթեգրել։ Հիմա այս առումով ուրեմն Ռուսաստանի հնարավորությունները գնալով նվազում են, անկախ նրանից հիմա Տրամպի հետ ինչ բանակցություններ են գնում եւ այլ, ճիշտ է, եթե հանգարց պատերազմը դադարի, գուցե եւ Ռուսաստան ավելի մեծ ռեսուրսներ ունենա մեր տարածաշրջանում ուշադրությունը ավելացնելու, բայց մյուս կողմից Տրամպի հետ լավ հարաբերություններ Ռուսաստանի մեծ հնարավորություններ են բացում հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման առանց Ռուսաստանի հավելյալ նյարդայնացման եւ այդ իմաստով այս Զախարովայի արտահայտությունները վերջինի դեպ գիտեք ինչ էր ասում, որ վտանգ է սպառնում Միացյալ Նահանգների ռազմական տեխնիկայի մուտքը, Պենտագոնի, Հայաստան եւ այլն։ Մի րոպե, բայց ոնց որ թե ձեր բարեկամն արդեն Միացյալ Նահանգները ինչին է վտանգ սպառնում։ Այդ մեկ, երկրորդը, այնպիսի տպավորություն է ստեղծում, որ ամերիկացիները զորք են մտցրել Հայաստան, որ հայ-ամերիկյան հարձակում անեն Ադրբեջանի վրա։ Այսպես էլ ներկայացվում է։ Խեղկատակության գագաթնակետ էլի, ասենք ոնց կարելի է այդ աշճանի ոչ adekvat Ադրբեջանի հետ համաձայնեցված այսպես ձևակերպումներ, գուցե ինչպես ասում են իրենք էլ են այդպես չեն համաձայնեցնում, բայց մենք տեսնում ենք երկուսն էլ շատ նման են։ Ադրբեջանը եթե վաղը հարձակվի, պետք է ինքը ասի, ես կանխարգելիչ գործողություն եմ, չէ՞ արել։ Հիմա դուրս է գալիս ինքը կանխարգելիչ է անում ում դեմ, ամերիկյան զորքերի դեմ։ Կարող եմ հատել Վաշինգտոնը ռմբակոծի։ Ալիևը համենայն դեպս մինչև մայիսի 9-ը ինչ որ այսպիսի հայտարարություններով պիտի ձգի, չէ՞, այդ պայմանավորված ներողություն պայմանագիր կնքելը պայմանագիրը թե ինչ է։ Դե ինքը ամեն դեպքում այդ հավելյալ նախապայմանները որ դրել է, հա, հիմա պետքա փորձի դրանք առաջ տանի։ Անդադ պնդի եւ իմ համար ինչն է ցավալին, որ հա ինչ է, կիսատ մնաց, որ ասում էին Փաշինյանի երեկվա հարցազրույցի հետ կապակված մյուս մտահոգիչ պահը։ Լավ, ասենք թե այդքան զիջումներ արեցիք, մենք էլ քննադատեցինք, համաձայնություն տվեցիք, վերջ արդեն գնաց, համաձայնություն տվել եք, մյուս կողմից էլ դրական է, որ թակարդն եք գցել, ահա, ասենց նեղն եք գցել Ադրբեջանին։ Բա լավ, հիմա այդ հավելյալ նախապայմանները, որ առաջ է տանում,
որ արդեն իր դեմ է, երբ որ այդ առաջ նման բան է միջազգային հանրության արժև ասում։ Դրան չի հագուրտ տալիս։ Ինչ նշանակում ասել, որ լրագրողի ուղիղ հարցին փաստորեն կարող եմ մենք ինչ էին ասել այդ Մինսկի խմբի բանի հետ կապված, որ դե թոստորագրի խաղաղության պայմանագիրը հա քննարկենք այդ հարցը ման կանենք։ Հիմա բայց կարծես թե արդեն տրամադրվել են, որ միջև ստորագրել այդ մի զիջումն էլ անեն։ Որտեղ լրագրողը ասում եմ մի րոպե, հիմա կարող է միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը դա քննարկվի եւ դա բանարվի, ուղիղ ոչ չի ասում եւ տանում է նրան, որ հա կարող է լինի։ Տենց է հասկացվում իր պատասխանից։ Դա շատ վտանգավոր է։ Իհարկե վտանգավոր է, այսինքն դա նշանակում է Ալիևը կհասկանա, որ իր ճնշումները օգնում են, ազդում են եւ կշարունակի։ Բա ինչ է ասում, ինչ ուզում է թող պահանջի, մենք դա չի նշանակում բոլոր այդ հարցերը պետք է մենք քննարկենք։ Բոլոր, այստեղ առանցքային խոսքը բոլոր։ Այո, բոլորը չի քննարկի։ Բայց որոշ առանցքային բաներ, որը որ խիստ վտանգավոր է կքննարկի։ Ես հիմա չգիտեմ, կարող է պայմանավորվել են ինչ որ եվրոպական երկրի հետ թեկուզ մեկ, որ վետո կդնի մի բանը Մինսկի խմբի հետ, այսինքն մեր դիմումը, այն որ ասում է եղած, յա չեղած, հա, այդ տարբերակով մեր ու Ադրբեջանի դիմումը, որ ցրեք Մինսկի խումբը, դե պարզ է։ Դե Մարիա Զախարովան հուպտված գնում է այդ ուղղությամբ, այսինքն Ռուսաստանը նույնիսկ եթե համանախագահներից մեկը եւ երկու շահառուները ասեն, որ ցրեք, այնտեղ կա եւս մի շահառու թղթի վրա, թեկուզ այսօր փաստացի չկա, բայց թղթի վրա կա, դա Լեռնային Ղարաբաղն է, որտեղ իր համար է ստեղծվել Մինսկի խումբը, իր կոնֆլիկտը լուծելու համար է ստեղծվել, եւ այդ պարտադիր չի, որ եթե երկու երկրները իրար տարածքային ամբողջականությունը ճանաչում են, չի նշանակում կոնֆլիկտը լուծվել է։ Հա ադրբեջանական կոնֆլիկտն է լուծվել մեծ հաշվով, միջպետական, բայց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հարցը չի լուծվել, էթնիկ զտում է տեղի ունեցել ավելի վատ, ոչ միայն չի լուծվել, այլ բացասական հետևանքների է բերել, եւ ու հիմա ասել, որ դե որ էթնիկ զտում է տեղի ունեցել, ժողովուրդը չկա, կոնֆլիկտը չկա, խնդիրը չկա, եկեք Մինսկի խումբը լուծարենք, ես չեմ կարծում, որ եվրոպական երկրները, այսպես կոնսենսուսով ԵԱԿ անդամ երկրները կհամաձայնվեն այդ տարբերակին, բայց հարցը նույնիսկ դա չի, նույնիսկ եթե վստահ են, որ չի լուծարվելու Մինսկի խումբը մեր ասելով, մեր ու Ադրբեջանի դիմելով ու Ռուսաստանի դիմելով, բայց ինչի ենք մենք դրա տակ մտնում, տենց հեշտ համաձայն, եթե արդեն իրենց թակարդը գցել ենք, արդեն այդ համաձայնագրին համաձայնվել են առանց ոչ մի Մինսկի խմբի։ Հայաստանի Հանրապետությունը ամենաբարձր մակարդակով հայտարարել է իր պատրաստակամությունը դիտարկելու ԵԱԿ Մինսկի խմբի լուծարման հարցը։ Ուշադրություն, Հայաստանը պարզապես ցանկանում է վստահ լինել, որ դա նշանակում է հակամարտության փաստացի եւ իրավական ավարտ, այլ ոչ թե դրա փոխանցումը Հայաստանի Հանրապետության տարածք, այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան դիսկուրսի շրջանակներում։ Այդտեղ ձևակերպումների հարց կա, նախ հակամարտություն։ Ինչ նկատի ունենք հակամարտություն։ Հակամարտության փաստացի իրավական ավարտ, հայ-ադրբեջանական ռազմական գործողությունները, հակամարտություն։ Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական գործողությունները, հակամարտություն։ Այո։ Թե Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։ Դա ինչ է, հակամարտությունը, թե ինչ է։ Հասկանում եք, այդ ձևակերպումները գոնե պետք է ավելի հստակ լինի։ Իրենց հայտարարությունն է, չէ՞, դա էլ ոչ չեն համաձայնացել Ադրբեջանի հետ։ Իրենք իրենց ինքնիշխան երկրի ներկայացուցիչ որպես հայտարարություն տարածել։ Եթե հակամարտություն եք ասում, գոնե ասեք հայ-ադրբեջանական, որ Արցախյանին կարողանանք անջատել Արցախյանից։ Ոչ, նա ասում է Արցախյան հակամարտությունը դուք ասում եք ավարտվեց, բայց նոր դրա փոխանցումը, այսինքն նոր հակամարտություն է բացվում, որը ԵԱՀԿ Մինսկի խումբը չի դիտարկում, եւ այդ հակամարտությունը արդեն հայ-ադրբեջանական է դառնում։ Դե հիմա մի բան ասում են արտգործնախարարությունով, Ադրբեջան դիսկուրսի շրջանակում։ Դե հիմա իրանք ասում են, որ այդ դրանով ասում են, որ գոնե ստորագրի վստահ լինենք, որ դու չես հարձակվելու, նոր բաներ չես մոգոնելու մեր գլխին, խաղաղության համաձայնագիր է ստորագրել, որ մենք էլ ասենք լավ, դե լուծարենք Մինսկի խումբը։ Ես ինչու բարձրացրեցի այս ձևակերպումը, որովհետեւ դուք ասացիք, որ մի ստորագրումն են արդեն քննարկում, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարի։ Այո, որը շատ վտանգավոր է։ Եվ կա այսպիսի մտավախություն Հայաստանի կողմից։ Համ ունեն այդ մտավախությունը, համ ասում են լավ ոչինչ։ Էլ չեմ խոսում դրա մասին, որ Մինսկի խումբը հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին չէր, էլ եմ ասում։ Նախ եւ առաջ դա Արցախի ժողովրդի իրավունքների հարցն էր։ Կարգավիճակի հարցն էր։ Նույնիսկ եթե այդ կարգավիճակը լինելու էր Ադրբեջանի շրջանակներում, այսպես կոչված տարածքային ամբողջականության, բայց այնպիսի երաշխիքների պայմաններում պետք է ապահովեն այնպիսի երաշխիքներ հայ բնակչությանը, որ գնային այնտեղ ապրեն։
մնային ընդեղ ապրեին, իսկ հիմա արդեն վերադառնային ընդեղ ապրեին։ Շնորհակալ եմ եւ անպայման կցանկանայի ձեր մեկնաբանությունը Գյումրիում ընթացող նախընտրական պայքարի մասին, նախ ինչպես է ընթանում եւ երկրորդը արդյոք կարելի է դիտարկել Եվրոդաշինքի մասնակցությունը այդ Գյումրիի ընտրություններում որպես նախերգանք արդեն 2026 թվականին Հայաստանում ամբողջ Հայաստանի տարածքում արդեն խորհրդարանական ընտրությունների մասնակցության նախերգանք կամ նախատիպ։ Ну, իհարկե այդ հարցը ճիշտ կլինի մեկնաբանեն այդ կոնտեքստով Եվրադաշինքի հենց ներկայացուցիչները, որտեղ ես Եվրաքվեի շրջանակներում իրենց հետ համագործակցած որպես քաղաքացիական ներկայացուցիչ։ Դուք այդպես կդիտարկեիք։ Բայց ես կարող եմ կարծիք ուղղակի։ Այո, դուք կդիտարկեիք այդպես։ Ես կարծում եմ, որ այո, հենց դրան է գնում։ Եվ եթե ստացվի այս համագործակցությունը, դաշինքային համագործակցությունը, այն ինչ որ իդեպ 21 թվականին տեղի ունեցավ ցավոք սրտի, եւ դրա պատճառով այսպես մասնատվեցին այդ ուժերի այսպես ռեսուրսները եւ չկարողացան նույնիսկ պարլամենտ մտնել, չէ՞, այդ ուժերը բոլորն էլ մոտիկացել են շեմին, բայց չկարողացան մտնել նո մի մասը գոնե, հա, հիմա երբ որ իրենք համախմբվել են եւ մանավանդ համախմբվել են sense կարեւոր օրակարգի շրջանակներում եվրոպական ինտեգրման, Հայաստանի եվրոպական ինտեգրման եւ իրենք էլ հենց առաջ մողողներն են այս օրակարգի քաղաքական ասպարեզում, հա, եթե զուտ քաղաքացիական նախաձեռնության մասով համագործակցությունը հասարակություն քաղաքական ուժեր էր Եվրաքվեի ստորագրահավաքի, ապա դրա քաղաքական մասով առաջ մղումը արդեն իրենց վրա են ստանձնել քաղաքական ուժերը տվյալ դեպքում որոնք որ առաջին քայլը անում են արդեն Գյումրիում ավականին ընտրությունների մասնակցելու ձևով եւ սա մոդել է լինելու, այո, մոդել է լինելու նաեւ արձագանքի մեր հանրության, ճիշտ է, ինքը տեղական ինքնակառավարման խնդիրները բավականին սպეციფიկ են եւ համապետական ընտրություններից էապես տարբերվում են այն մոտիվացիան, ինչի են մարդիկ գնում ընտրությունների, բայց համենայն դեպս, քանի որ տեղական ինքնակառավարումը եւս կարեւոր բաղադրիչ է եվրոպական ինտեգրման, որտեղ միշտ ասել են Եվրոպայի գլխավոր ուրեմն կարգախոսներից մեկը նա որ Եվրոպան դա համայնքներն են։ Դա այնքան պետությունները չեն, ինչքան համայնքներն են, որտեղ ամենաուժեղ ինքնուրույն օղակները Եվրոպայում դա համայնքներն են, քաղաքներն են, գյուղերն են, որոնցից երբեմն պետությունները նույնիսկ պարտքով գումար են ուզում, որտեղ համայնքները ավելի հարուստ են, քան պետությունները, որ պատկերացնեք ինչքան ապակենտրոնացված այնտեղ ռեսուրսները, ֆինանսները, իշխանությունը։ Հիմա այդ մոդելը, եթե մենք բերում ենք եվրոպական մոդելը տեղական ինքնակառավարման մեր երկիր, մեր բնակավայրերներ պետք է ուրեմն սկսեն ծաղկել, հզորանալ, իսկ դա պետության հզորության հիմքն է։ Դրա համար ենք այդքան կարևորում մենք որպես եվրոպական ինտեգրման ջատագովներս կարևորում Գյումրիում համապատասխան պատրաստված տեխնացուի ընտրությունը որպես քաղաքապետ եւ ավականում մեծամասնություն գրավել հենց եվրոպական ինտեգրման ուժերի Եվրադաշինքի։ Եվ այդ տեխնացուն գիտեք Լևոն Բարսեղյանն է, որը որ եւ փորձ ունի ավականում աշխատանքի եւ երկար տարիների քաղաքացիական պայքարի նաեւ մասնակից է եղել տարբեր ապօրինությունների դեմ, կոռուպցիայի դեմ, իր ամբողջ կյանքը պայքարում է անցկացրել այդ մարդը, հա, ի տարբերություն այսօրվա իդեպ ԿՊ-ի մեծամասնության, որոնք որ նոր են մտել քաղաքականություն, եւ ասես մի քանի ամսվա մեջ այսպես մի քանի քայլ անելով հեղափոխության ժամանակ դարձան падգամավոր։ Իսկ այդ մարդը տարիներ շարունակ, տասնյակ տարիներ պայքարել է ժողովրդավարության համար Հայաստանում եւ բոլոր ծակուցուկերը գիտի նաեւ Գյումրիում խնդիրներից սկսած լուծումներով վերջացած։ Եվ հիմա միակ առարկայական քարոզարշավ ինքն է տանում։ Տեքստերը նայում եք ինքը կոնկրետ ասում է, այս խնդիրը էս լուծումը, այս խնդիրը էս լուծումը հերթով ներկայացնում է։ Մնացածը իրար վրա էլ ով սրան ընտրի թուրք է, SSN է, SN-ը, в общем, գողփիսո եւ քաչալշուն, հա, այս վիճակն է մնացածը, որը որ շատ տխուր տպավորություն է թողնում եւ ես կարծում եմ գյումրեցիները պետք է վերջով ոչ ասեն բոլոր այդ ապակառուցողական ուժերին։ Նաեւ այն ուժերին, որոնք որ լավ չեն կառավարել քաղաքը, ամենայն հարգանքով գիտեք, այդ հարգանքը պետք է լինի փոխադարձ։ Նույն քաղաքացիական պայմանագրի կուսակցության հանդեպ որպես իշխող կուսակցություն եւ այլն, բայց պետք է ասել հարգելիներս դուք ձեր ֆունկցիան չկատարեցիք։ Դուք ունեիք այսքան տարիներ Գյումրիում կառավարելու հնարավորություն եւ խնդիրներ լուծելու հնարավորություն։ Դուք խոստումներ եք տվել, այդ թվում օրինակ շների հարցը լուծելու, մանկապարտեզների հարց, հազարումի հարց։ Խոստում եք տվել, չեք լուծել, չեք արել։ Ուրեմն պետք է տեղը զիջեք նրանց, ովքեր որ պատրաստ են եւ կարող են դա անել եւ ոչ մի անգամ սուտ չեն ասել մարդկանց, որ խոստում տան չանեն։ Պարզեն նախկինների մասին չի խոսքը, որոնք որ հենց հիմնական մեղավորն են, որ Գյումրին այսօրին է հասել, այս 30 տարիների ընթացքում
Եվ ոչ միայն Գյումրին, ամբողջ Հայաստանն է, այս օրում չէ, հիմա նոր սկսել են հեղափոխությունից հետո, ասենք այդ հսկայական ռեսուրսներ պահանջող ենթակառույցներ փոխել։ Մենակ Գյումրին չեմ ասում, ամբողջ երկրով։ Կոյուղատ ջրի տարերից սկսած, ուրեմն էլեկտրական հոսանքների 1000 մի խոսք գազատարերի այդ ամբողջը նոր այդ ճանապարհաշինությունն էլ չեմ ասում։ Նոր սկսվել է արվել, բայց 30 տարի այդ գումարները ինչ էր արվում, եթե չէր այդ ամբողջը փոխվում եւ լուծվում այդ խնդիրները։ Հիմնական խաղացողները կամ հիմնական տեխնացուները ձեր կարծիքով ում մեջ է հիմնական պայքարը գնում։ Գիտեք, այդ սոցհարցումները հիմա այսպես հակադիր ինչ որ բաներ, ամեն մեկը քնում զարթնում է մի հատ սոցհարցումի անունից ինչ որ բաներ է խոսում։ Դրա համար ես այդ դաշտ չեմ մտնելու։ Ես կարող եմ ասել մի բան, որ եթե գյումրեցիները հասուն որոշում կայացնեն, հաջորդ Գյումրիի քաղաքապետը, Գյումրիի հաջորդ քաղաքապետը կլինի Լևոն Բարսեղյանը, իսկ Գյումրիի ավագանի մեծամասնությունը կլինի Եվրադաշինք Դուք պաշտպանեցիք մեկ տեխնացուին, օբյեկտիվ է։ Ես չեմ թաքցնում։ Իհարկե օբյեկտիվ եմ, եթե տեսնում եմ, որ այլ տարբերակ օբյեկտիվ եւ արդյունավետ եւ արժանի տարբերակ չկա այնտեղ։ Անկամ եթե դուք համարում եք, որ Ալիևի գործողությունները ավելի շատ ցուցադրական են, եւ եթե անգամ Ալիևի գործողությունները հանգեցնեն ռազմական ագրեսիայի, հաջողությունը շատ խիստ կասկածելի է, ավելի շատ վնաս ինքը իրեն վնաս կհասցնի, քան Հայաստանին, ասում եք դուք։ Երկու բան, առաջինը, հələ պետք է կարողանա, հա? Որտեղ ամեն դեպքում Հայաստան ունի բանակ, Հայաստան ունի զինված ուժեր, ունի արդեն բավականին լավ սպառազինություններ, ոչ միայն Հնդկաստանից, այլ նաև Ֆրանսիայից։ Հիմա այնպեսի հրետանի ունենք, որը ոչ միայն շատ ճշգրիտ է խոցում, այլ շատ հուժկու է խոցում, հա, ցեզերների մասն է խոսքը ֆրանսիական եւ այլ, որը Ուկրաինան երկար ժամանակ խնդրում էր, որ Ֆրանսիան իրեն մատակարար, իսկ մենք արդեն ունենք դա։ Ну, Ուկրաինան ունի եւ ցույց է տվել Ուկրաինայում ինչ էֆեկտիվ է ինքը, որտեղ այնտեղ տարբեր արկերի կիրառման հարց կա, նաեւ տարբեր տիպի արկեր են կիրառ։ Մի խոսքով։ Լավ, առաջինը եւ երկրորդը, եթե հանգարց իրենց մոտ ստացվեցել եւ իրենք ինչ որ կարողացան մտնել ինչ որ բաներ գրավել։ Ոնց մտել են տենց դուրս են գալու իրենց համար շատ ծանր քաղաքական, ռազմաքաղաքական կորուստներով։